Փաշինյան-Էրդողան հանդիպումից ժամեր անց իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարները, այդ թվում Թուրքիայի գլխավոր դիվանագետը, հավաքվեցին Ստամբուլում եզրափակիչ մի հայտարարությունում, որն անվանել են Ստամբուլի հռչակագիր, անդրադարձան նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Երևանին կոչ արեցին հաղթահարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող մնացած իրավական եւ քաղաքական խոչընդոտները եւ դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սասանումը։ Այս 57 պետությունների ներկայացուցիչները աջակցում են Ադրբեջանին այդ համատեքստում լեգիտիմացնելով ադրբեջանական անօրինական պահանջները, անգամ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ագրեսիվ ռետորաբանությունը։ Նրանք նույնիսկ հանդգնել են դատապարտել Հայաստանին նրա համար, որ մեջբերում Հայաստանը հրաժարվում է երկխոսել արևմտյան ադրբեջանական համայնքի հետ։ Նաև վերահաստատել են նրանց վերադարձի իրավունքը իրենց ծագման վայրեր ներկայիս Հայաստանի տարածքում։ Այս քաղաքական զավեշտին պատասխանեց Հայաստանի արտաքին գերատեսչությունը։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Այս արձագանքից խիստ վրդովված են Ադրբեջանում, թեև այդ փորձագետի համոզմամբ մասնակից պետությունների մեծ մասն անգամ չի էլ ուսումնասիրել դետալները, ծանոթ չէ դրանց եւ ստորագրել է այդ հռչակագիրը պարզապես որովհետեւ խոսքը բարեկամ Ադրբեջանին է վերաբերում։ Այնուամենայնիվ Հաջիզադեն համառորեն պնդել է, որ բանաձևն արտացոլում է պատմական փաստերը եւ հիմնված է միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքների վրա։ Չնայած Հայաստանի պնդումներին, հայաստանաբնակ ադրբեջանցիների արտաքսումը կամավոր չէր, այլ ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկմամբ եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Իսլամական համագործակցության երկրների արտգործնախարարների հայտարարությունը հաջորդած Բաքվի արձագանքը նախ եւ առաջ ցույց են տալիս, որ սին են հույսերը, թե Ալիևը միտված է խաղաղության պայմանագիր կնքել։ Քաղաքագետի եզրակացությունն է։ Ագրեսիվ հայեցակարգերը ուժի մեջ են։ Խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման պահանջներին զուգահեռ Ալիևը մեծ աշխատանք է տանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ծրագրի ծավալման ու փաստորեն նաև դրա տարածման աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ։ Ադրբեջանը ինտենսիվ ամեն ինչ անում է, որպեսզի այսպես կոչված արևմտյան Ադրբեջան խոսույթը կամ տերմինը մտնի միջազգային շրջանառության մեջ։ Իսկ ցանկացած բանաձև, ցանկացած միջազգային կազմակերպության, ցանկացած փաստաթուղթ, որտեղ այդ տերմինը նշվում է արևմտյան ադրբեջանցիներ, դա իհարկե Ադրբեջանի համար պլյուս է, որտեղ ինքը այսպես ասենք հավաքում է գործ, հետագան դա օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է այս հռչակագրին նախորդած Էրդողան-Փաշինյան հանդիպմանը, թեև այստեղ ուղիղ կապ չկա, բայց քաղաքագետի խոսքով Թուրքիան առնվազն առարկություններ չի ունեցել այս ագրեսիվ ռետորաբանության հռչակագրին եւ դեռ ավելին աջակցել է դրան։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ քննարկումներ էր հանդիպման օրակարգում, ստացվում է կարելի է ձևակերպել, որ այս հարցում առանձնապես հաջողություններ չունենք։ Քաղաքագետն ասում է, Հայաստանի ակնկալիքները Թուրքիայից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այլ են։ Կառավարությունը հույս ունի, որ Թուրքիայի հետ ինչ-ինչ հարաբերությունները գոնե կարող են բերել նրան, որ այսպես ասեմ, եթե Թուրքիան Ադրբեջանին չասի մի հարձակվից, գոնե Թուրքիան Ադրբեջանին չդրդի հարձակման։ Միամտություն կլինի կարծել, որ Հայաստանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական միությունը տարակարծիք է, ավելին Ալիևը առիթը բաց չի թողնում իսլամական աշխարհին իր մեղսակիցը դարձնելու ու միջազգային ապօրինությունները նրանցով լեգիտիմացնելու համար։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։